Քաջարանում քաղաքի հիմնադրման 68-րդ տարին նշվեց բազմաթիվ հյուրերով, առատ սեղաններով, տարաբնույթ միջոցառումներով ու տոնական տրամադրությամբ։ Տանտերերին եւ հյուրերին նախ ողջունեցին ֆրանկոֆոն կենտրոնի սաները։ Տոնական միջոցառումները սկսելուց առաջ ծաղիկներ խոնարել արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջարանցիների շիրմաքարերին։ Սա ավանդույթ է, որն այստեղ չի խախտվում։ Օրվա ամենամեծ նվերը քաջարանցիներին թիվ 1 մանկապարտեզի բացումն էր։ Ժամանակակից տիպային այս շենքը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով։ Կառավարություն, համայնք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ համաֆինանսավորմամբ։ Աշխատանքներն իրականացրել է Աժդանակ ընկերությունը։ Երկու տարի առաջ դուրս եկանք մանկապարտեզի շենքից, հուլիսի կեսերին։ 2 տարի անց ունենք այս հրաշք շենքը, տիպային, բավականին մեծ, բավականին հարմար, գեղեցիկ կահավորված։ Կարծում եմ արժանի են մեր բալիկները, որ վայելեն այս շենքը։ Շատ կցանկանամ, որ մեր երկրում, մեր հանրապետությունում բոլոր երեխաները ունենան այսպիսի գեղեցիկ շենքում կրթվելու հնարավորություն։ 434 միլիոն դրամ կառավարությունը, 13 միլիոն համայնքը եւ 112 միլիոն դրամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն են ներդրել, որ քաջարանցի փոքրիկներն ունենան ապահով ու տպավորիչ մանկություն։ Я хотел бы поздравить всех жителей Каджарана. Առաջին հերթին կցանկանայի քաղաքի օրվա կապակցությամբ շնորհավորել Քաջարանի բնակիչներին, նաև մեր բոլոր աշխատակիցներին, քանի որ դա մեկ ամբողջություն է։ Իսկ այս մանկապարտեզը մեր ապագան է, երբ միասնական են մարզի ղեկավարը Ռոբերտ Ղուկասյանը, համայնքի ղեկավարը Մանվել Փարամազյանը եւ կոմբինատը իրականում են շատ մեծ գործեր՝ ի նպաստ Քաջարանի եւ քաջարանցիների։ Կցանկանայի նշել, որ այս հրաշալի շենքը մեկնարկն է։ Արդեն այս տարեվերջին կսկսենք երկրորդ այսպիսի մանկապարտեզի կառուցումը։ Եվ հավատացեք, այն ոչնչով չի զիջի այս մեկին, գուցե սրանից էլ լավը լինի։ Գրկախառնություններ ու շնորհավորանքներ քաջարանցիները հիշեցնում են, քաղաքն է 68 տարեկան, բայց հայերն այստեղ ապրել ու արարել են հազարամյակներ։ Մեր Քաջարանը շատ օրակապ քաղաք է։ Շնորհավոր Քաջարանի 68-ամյակը։ Ես Քաջարանը որպես քաղաք, ասենք թե սա սկզբից եղել է մի հատ անհրապույր վայր։ Այս քաղաքը կառուցվել է կոմբինատի բազայի վրա։ Այս քաղաքը հին քաղաքը շատ անհրապույր, կամաց զարգացել է բանը, վերջի ժամանակներս ավելի լավ ընթացք է ստացել այդ զարգացումը, տեսարանները, այս հրապարակն որ սարքեն ավելի գեղեցիկ կլինի։ Տոնդ շնորհավոր Քաջարան։ Քաջարանի տոնի ավանդույթներից մեկն էլ հանդիսավոր նիստն է, որի մեկնարկին ներկաները ստացան Սյունյաց թեմի առաջնորդի օրհնությունը։ Եկես ցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր։ Հաջորդ ելույթը մարզի ղեկավարինն է, Ռոբերտ Ղուկասյանը շեշտում է հաջողությունները, որ ունի Քաջարանը միասնական գործելու արդյունք են։ Մենք այսօր փաստում ենք, որ 68 տարի առաջ, ընդամենը 68 տարի առաջ ստեղծված քաղաքը այսօր իրականում իր ուրույն տեղն ունի Հայաստանի քաղաքների մեջ, այն տարբերվում է իր յուրահատուկ քաղաքային մշակույթով, արվեստով, սպորտով, բայց ամենակարևորը բոլորին հայտնի աշխատասիրությամբ։ Վերջին տարիներին աննախադեպ զարգացման փուլ է տեղափոխվել Քաջարանը, ինչին այսօր մենք ականատես եղանք, մենք ներկա գտնվեցինք Քաջարանում մանկապարտեզի բացմանը, որտեղ կառավարության, համայնքի եւ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի միասնական ջանքերով ուղղակի չքնաղ մանկապարտեզ է կառուցվում։ Մանվել Փարամազյանը նիստի ավարտին պարգևատրում է նրանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Քաջարանի զարգացման գործում։ Ընդգծում, համայնքի զարգացման ուղին անկասելի է, քանի որ լեռնագործների քաղաքն աշխատասեր մարդկանց պակաս չունի։ Այսօր մեր Քաջարանի 68-ամյակն է, դա պարզապես տատարեթիվ չէ, դա մեր քաղաքի, մեր ժողովրդի անցած
ուղին է նրա ստեղծողների եւ սերունդների պատմական տոնն։ Հենց այս գեղեցիկ առիթով ես ուզում եմ շնորհավորել մեր քաջարանին, ներկա եւ նախկին բնակիչներին, մեր մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Քաջարան քաղաքին ցանկանան խաղաղություն, զարգացում, նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր քաջարանցիներին առողջություն, բարեկեցություն, ընտանեկան ջերմություն եւ հավատ վաղվա օրվա նկատմամբ։ Տոնական օրվա անակնկալները շարունակվեցին մինչև ուշ գիշեր։ Քաջարանցիները վայելեցին մայրաքաղաքից ժամանած արտիստների հումորային ծրագիրը, ապա գալա համերգը։ Քաղաքի 68-ամյակը նշանավորվեց նաև շքեղ հրավառությամբ։